Կուղբը կարող է տապալել բարդին ընդամենը մի քանի ժամում։ Տարեկան հարյուրավոր ծառեր։ Կուղբը չի կրծում ամբողջական բունը, միայն այնքան, որ ծառը դառնա անկայուն։ Այնուհետև նա հետ է քաշվում և թողնում, որ քամին ավարտի գործը։ Նա կտրում է ճյուղերը, դարձնելով դրանք ավելի հարմար երկարության և տեղափոխում հատուկ կառուցված ջրանցքների ցանցով դեպի ամբարտակը։ Լճակը կուղբին պաշտպանում է գիշատիչներից, իսկ ջրանցքները թույլ են տալիս սնունդ հայթայթել անտառի խորքերում, հեշտությամբ տեղափոխելով սեփական քաշից մի քանի անգամ ծանր բեռներ։ Աշունը կուղբերի համար տարվա ամենազբաղված ժամանակն է։ Նորոգումներն անելն այնքան էլ հեշտ չի լինի, երբ լճակը սառցակալի։ Հոսող ջրի ձայնը նրանց համար ազդանշան է, ճյուղերով ամրացնելու ճեղքերը և տիղմով փակելու ջրի արտահոսքը։ Բայց ամբարտակը ծառայում է ոչ միայն կուղբերին։ Շրջակա անտառներից այստեղ են գալիս որսեղները սնվելու ջրի մուրներով, որոնք առատորեն աճում են կուղբերի հանդարտ լճակում։ Այդ բույսերը հարուստ են կենսական նշանակություն ունեցող նատրիումով, որը անտառում դժվար է գտնել։ Բայց այժմ, երբ ձմեռը մոտենում է, ի հայտ է գալիս ամբարտակի ևս մեկ կարևոր նշանակություն։ Այս փոքր ճյուղերը ամբարտակը վերականգնելու համար չեն։ Դրանք ուտելու համար են։ Կուղբը ամրացնում է դրանք լճի հատակի տիղմի մեջ։ Ընդամենը մի քանի շաբաթից այս լիճը կսառչի, և կուղբերը չեն կարողանա կտրել ու տեղափոխել ծառերը։ Սակայն նրանք կկարողանան լողալ սառույցի տակ և սնվել այս ստոր ջրյապաշարներով։ Որսեղները նույնպես սնվում են ճյուղերով և հաճախ փորձում են օգտվել կուղբերի քրտնաջան աշխատանքի արդյունքից։ Այս երիտասարդ արուն չափից շատ է մոտենում կուղբի պաշարներին։ Աշունը կիսվելու ժամանակը չէ։